Vous écoutez Marie Chirette. Avec Mariche, partageons ensemble une conversation sincère, de cœur à cœur. Ici, vous entendrez des histoires vraies, touchantes et inspirantes. Les invités ont tant à raconter et vous avez sûrement quelque chose à y découvrir. Installez-vous confortablement et rejoignez-nous. Avec Mariche, des vraies personnes, de vraies conversations. Յուրաքանչյուր պատմություն արժանի է լսվելու եւ յուրաքանչյուր ձայն կարեւոր է։ Դուք լսում եք Մարիշի հետ հաղորդումը Բելգահայ ռադիոյի եթերում։ Ձեզ հետ է Մարիա Հակոբյանը, իսկ իմ հյուրն է այսօր Ալվարդ Զաքարյանը։ Բարև Ալվարդ ջան։ Բարև ձեզ Մարիա ջան։ Ոնց եք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Շատ շնորհակալություն, որ կարողացաք ժամանակ հատկացնեք Անտվերպենից, չէ՞, հասնեք։ Այո։ Ես եմ շնորհակալ ինձ հրավիրելու համար։ Ալվարդ, Ալա, ոնց ավելի ճիշտ ձեզ դիմելը։ Եկեք Ալվարդ։ Եկեք Ալվարդ, հա։ Ալայի հետ ինչ որ պատմություն չէ, պատմեցիր, հետաքրքիր։ Այո, որ այստեղ անունս երբ որ նշում եմ, Ալա, շատերը ասում են Ալլահ, ասեմ չէ, առանց հայ Աստծո անունը չէ, ուղղակի Ալա։ Այդ պատճառով միշտ Ալվարդ։ Ալվարդը կարողանում են ասել։ Այո, Ալվարդը կարողանում։ Ուրեմն սկսենք հետաքրքիր, մենք ծանոթացանք իրար հետ դեսպանատան կազմակերպած տոնավաճառի ժամանակ։ Այո։ Կորտրեյկի, չէ, եւ Անտվերպենի արտակենց տաղավարում։ Այո, ճիշտ եք։ Բարևներ արտակին։ Շատ բարևներ եւ շնորհակալ ենք, որ մեզ ծանոթացրեց։ Ապրինք, միշտ այս լավ գործեր անում։ Շատ տենց միշտ ամեն առիթը հաճելի է, որ տեսնենք ուրիշ մարդկանց ու առօրյայում չենք տեսնում։ Ճիշտ է։ Սկսեցինք, պատրաստ ես։ Այո։ Շատ ես վախենում։ Ճիշտ ես անում։ Ալվարդը որտեղ ծնվել, երբ ծնվել։ Ծնվել եմ Հայաստանում, քաղաք Արտաշատ, 1992 թվականին, ապրիլի 20-ին, հետո 5 տարեկան հասակում տեղափոխվել ենք Գերմանիա, այնտեղ ապրել ենք 3 տարի։ Ստոպ։ Ալվարդը փոքր ժամանակ ինչ էր սիրում, ինչի չէր սիրում։ Շատ էի սիրում տունտունի խաղալ, շատ էի սիրում իմ փոքր եղբորը միշտ մամայություն անել, միշտ օգնում եմ մայրիկիս, շատ էի սիրում բակում խաղալ ընկերուներիս հետ, այսպես։ Ինչ չէի սիրում։ Ինչ չէի սիրում։ Մանկապարտեզ գնալ։ Ինձ որ տանում էին մանկապարտեզ, փախնում էի այնտեղից, մեր տանը շատ մոտ էր, փախնում էի գալիս էի տուն։ Ինչի՞ բայց էր սիրում։ Որ քնում էին այնտեղ ու որ պետք է ամեն ինչ ստրուկտուրով լիներ, ամեն ինչ պետք է կարգ կանոնով, այդ չէի սիրում։ Ազատ ոգի։ Այո։ Հիմա ոնց է, քնելը սիրում ես, թե էլի Հիմա շատ։ Շատ լավ է։ 5 տարեկանում տեղափոխվում եք Գերմանիա։ Այո, Գերմանիա, հետո 2 տարի հետո նորից Հայաստան։ Ծնողներս շատ էին կարոտում Հայաստանը ու այդպես ուզում էին նորից հետ վերադառնալ, գնացել ենք նորից Հայաստան։ Իսկ դու ոնց ես ապրել այդ Գերմանիա գնալը, վերադառնալը, ինչ ես հիշում։ Շատ բան չեմ հիշում ճիշտ ասած, հիշում եմ որ մանկապարտեզ եմ գնացել, լեզուն է շատ լավ տիրապետում էի, բայց հետո արդեն որ գնացել ենք Հայաստան, գնացել եմ արդեն առաջի դասարան ու այդպես նորից իմ հայերենը լավ, հա, արդեն գերմաներեն մոռացանք ու անցանք հայերենի։ Հա, հետո ինչով էիր զբաղվում Հայաստանում։ Սովորել եմ դպրոցում, շատ եմ սիրել բակում խաղալ ընկերուներիս հետ, միշտ կազմակերպում էի հանդեսներ, արտասանություններ տենց գրում էինք միասին, տալիս է իրանց ամենին մի դեր էի տալիս։ Ասեն այն ժամանակվանից արդեն մեջը տեղել է այդ կազմակերպչական։ Այո, կազմակերպչական կամ մայրիկիս խնդրում էի, որ սեղան գցեր, սուրճ, թեյ, ընկերուներով գայինք, հավաքվեինք։ Ոտների տել էի գցում, բանտիկներն էլ էի կապում։ Այդպես լիվ աղջիկական բան է։ Ինչ լավ է։ Շատ եմ սիրում։ Բա մեզ հավաքի գնանք սուրճ խմենք ես մի անգամ իրար հետ։ Հետո ինչ էր անում, երաժշտական, նկարչություն։ Չեմ գնացել, ոչ մի խմբակներ, քանի որ միշտ ծնողներիս միտքը եղել այս կողմ գալը, ու այդպես միշտ մտածել են տանենք, հետո պետք է նորից հանենք դասերից, նորից հանենք այդ բարից կամ երգից ավելի լավ է թող
Սպասենք, տեսնենք ինչ լինում նոր Հետո ինչ եղավ։ Եկանք Բելգիա։ Քանի տարեկան էիր։ Ես 15 տարեկան էի, բայց իմ ծնողները 2 տարի առաջ ինձանից եկել են, հետո նոր ես եմ եկել։ Մնացել եմ տատիկիս 2 տատիկներիս մոտ, հորեղբորս մոտ։ Դժվար չէր կյանքը տատիկների մոտ։ Շատ լավ։ Ամենաուրախ, ամենաերջանիկ։ Ես որ փոքր էի մամա պապանից չայնացում էին, զանգում էի պապիկիս, ասում էի եկեք ինձ տեղից տարեք։ Նույնն էլ ես շատ կապված եմ տատիկներիս հետ մինչև հիմա էլ։ Ինչ լավ, ասա այդ հարստությունն է։ Շատ ուրախ եմ որ իրանք կան ու հուսով եմ դեռ երկար կլինեն։ Դա մի ուրիշ հարստություն է տատիկ պապիկների թորնիկ լինելը։ Շատ։ Դա ոնց ես դիմացել որ դրանք եկել են Բելգիա միանգամից։ Բելգիա են եկել, հետո դժվար էր որ թղթերի հետ կապված խնդիրներ կար, որ ես էլ գայի, այդպես 2 տարի հետո ցկվեց 2 տարի միջև որ կարողացան ինձ բերել այստեղ։ Հա, դու էլ ասցիր ես ուզում եմ մնամ տատիկ պապիկներիս մոտ։ Այո։ Ոնց ապրեցիր այդ գալը։ Համ ծանր էր, համ էլ շատ ուրախ էր որ պետքա գայի ծնողներիս մոտ։ Եղբայրս էր այստեղ, փուչուրս շատ կապնված ենք այդպես։ Համ ուրախ, համ տխուր։ Որ մասում ապրեցիք սկզբում։ Մեխելեն քաղաքում։ Նա միանգամից այդ կողմերը։ Հա, այդպես։ Հետո արդեն ոնց հարմարվեցիք Բելգիայում։ 1 տարի լեզու եմ սովորել։ Հետո իմ դասարանում էլ կային շատ հայ աղջիկներ, երեխաներ, որ հեշտ էր, արդեն այդքան ծանր չէր։ Մեխելեն փոքր Հայաստանն է։ Այդպես շատ ծանր չէր։ Շուտ սովորեցի լեզուն, հետո արդեն կարողացա շարունակել իմ տարիքի երեխաների հետ մասնագիտությունը, սովորեցի ադմինիստրացիա, հետո հաշվապահություն, բայց որ ստաժներ էի անում, զգում էի որ չէ, ոնց որ էս իմը չի, այսքան ժամ, 8 ժամ կոմպյուտերի մոտ նստել ու անընդհատ թղթաբանությունը, թվերը, ոնց որ իմը չէր։ Հետո լավ, մի րոպե, մի վարքան, հասնենք, հեսա վաղը միսուր արդեն ամուսնացանք երեխա ունեցինք։ Տարիքում Բելգիայում, օրինակ, ինչն էր քո դուրը գալիս տեղ ապրելու մեջ կամ ինչը դուրը չէր գալիս կամ դուրս չէր գալիս, որ ուրիշ ազգի մարդիկ ինչ ուզում ա լինի կողքից միշտ ուրիշ ձևով են նայում։ Այդ էր շատ բան ու որ շատ տարբեր ազգերի մարդիկ կային, երեխաներ, աղջիկներ, կապ չունի, մեկը ուրիշ ձև է դաստիարակում տանը, ուրիշ ձև է մտածում, չգիտեմ, հարազատ չէր։ Հայաստանի իմ դասընկերները, երեխաները բակի ամենտեղ ուրիշ ձևի, չգիտեմ, ջիգար այդ ամեն ինչը։ Բայց ասում ես կային հայ երեխեք դասարանում, չէ՞։ Հա, բայց հետո լեզու սովորելու ընթացքում կային։ Բայց երբ որ արդեն տեղափոխվեցի մասնագիտություն սովորելու, այդ ժամանակ արդեն հա, դե 15 տարեկան մի քիչ դժվար է ախր բան ասենց արդեն մեծ են, էլի, ասենք դժվար է։ Դες թարսնա մի քիչ լեզուն, եթե մի բառ սխալ ես ասում կամ բան բելգիկ երեխաները Դե հատկապես ֆլամանական մասում կարծում եմ։ Միշտ հարցնում են դու սիրում ես Բելգիան, ես ասում եմ ես սիրում եմ Բրյուսելը։ Ես Բրյուսելից դուրս դժվար կապրեի, չնայած մարդիկ էլ ասեն Բրյուսելում չեն կարող ապրեն։ Այդ կողմից խիստ են sense դատում։ Ավելի բարդ է, հա, բարդ ավելի։ Փաստորեն հաշվապահությունը քո բնակավարը չի լինում։ Չէ։ Քանի տարեկան ես լինում, որ արդեն ավարտում ես հաշվապահությունը, բան սկսում ես աշխատել։ 18 տարեկան։ Որ ժամանակ էլ ամուսնանում։ Ահա։ Ասма նոր որ եկել էր, ասма սաղ ինտերնետները լսել եմ, հիմա որ ասма ամուսնացել եմ, արդեն sense որ ես թարսնայում եմ, գիտի որ հարցը պետք է տամ։ Դե սկսի։ Ուր որտեղ երբ ծանոթացաք, ոնց ծանոթացաք։ Օստենդ։ Ծո էիդ գնացել։ Այո։ Յո։ Բայց ծանոթացել եմ ջյուդոյի մրցումների ժամանակ, քանի որ եղբայրս էլ է ջյուդոիստ, իսկ իրանք էլ են ջյուդոիստ, ամուսինս եղբայրը եւ այդպես։ Ես որ ճանաչում եմ։ Այո, փաստորեն 18 տարեկան։ Ու միանգամից sense սեր առաջի հայացքից։ Մի տարի տևեց, որ ամեն ինչը ծծկվեց, եղավ, հետո փոքր էի, ծնողներս այդքան էլ համաձայն չէին, դե իհարկե պետք է սովորել, նորից շարունակել ուսումը, բայց հետո համոզվեցին։ Համոզեցիք։ Այո։ Կարանք ասենք համոզեցիք։ 18 տարեկանում ծնողները դժվար համոզվեն, իրանք հատկապես այդ տարիքում համոզում են։ Այո, այդպես էլ կա։ Դե շատ լավ, բալիկներ ունես։ Այո, ունեմ 3 աղջիկ։ Ու ինչ հարուստ ընտանիքի։ Շատ։ Աղջիկներ ասա լավ են։ Շատ։
Տղեկներ են լավ, բայց ես աղջկատերեմ, ես աղջիկ եմ սիրում։ Շատ, ես էլ ամուսինս էլ բոլոր ընտանիքով մեկ բոլոր աղջիկների բարեջիկ։ Այս հայ պապաները տղա են ուզում, բայց այդ աղջիկի համար ուշքները գնում են։ Շատ, չնայած ինքը չի էլ ասել, հենց առաջին ասել աղջիկ եմ ուզում, որ Հայաստանը միշտ տղա է եղել ու ասում են աղջիկ։ Ինչ լավ է, դե լավ է, շատ հավես է։ Ու Մարիա, առաջինը։ Դե Մարիաները ինչ ասեմ հիմա։ Մարիաները լավն են։ Շատ Մարիային հատուկ բարևներ Մարիային։ Այն երկու բալիկներին էլ իհարկե, բայց դե ասում Մարիան արդեն սրտումս տեղ։ Արի սենց անենք, սկսենք, ինչով ես զբաղվում դու հիմա։ Հիմա զբաղվում եմ դիզայնով, դեկորացիաներով, հարսանեկան, գնունք, ծնունդ, լինում է որ խանութների դիմացի պատը Զարդարում եմ նաև կամ ռեստորանները, որ նոր են բացում կամ արդեն ունեն, խնդրում են, որ մեջ ինչ-որ նորություն բաներ սարքեմ, իրանց այդ մուտքը, սեղանների վրա ինչ-որ փոքր ասեսուարներ, այդպես։ Ավելի շուտ ոնց որ ինտերիեր դիզայներ, հա, երևի։ Այդ էլ, հա։ Իսկ դրա համար դու ինչ-որ սովորել ես, թե չէ։ Սովորել եմ ծաղիկների այսպես դիզայն, դեկորացիա Հետո երբ որ որոշեցի որ զբաղվել այս գործով մի քանի կուրս փուչիկների ձևավորմել եմ գնացել դասերի ու հետո սովորել եմ նաև wedding planner որպես ուղղակի հիմա երեխաների հետ կապված մի քիչ ժամանակը չի հերիքում wedding planner պետք է ամբողջ դու այդ ֆեստը Առիթը հարսանիքը դու կազմակերպես զալը գտնես երաժիշտներին դեկորացիա ամեն ինչը քեզ վրա իսկ հիմա լվոր մենակ դեկորացիան բայց ապագայում երևի արի մի հատ անուն ասենք ձեր կազմակերպության ճիշտ է լինքն էլ կդնենք բայց ամեն M Creations M Creations իմ աղջիկների M-ը իրեքն էլ M են այո ինչա Մարիա Մանուելա եւ Միլա Ինչ լավն է։ Դու իրանք են ընտրել միջալոց։ Հա, հələ պատմի։ Այդպես չգիտեի ինչ անուն որը, բայց շատ էի ուզում, որ իրենց անունը մեջը լիներ։ Ու ասացին, «Էմով մի բան դիր», հետո եղբայրս էլ մի քիչ օգնեց, երևի դիզայն կամ creations, այդպես ընտանեկան անուններ են։ Այո։ Մարիա Մանուելա Միլա։ Դա Սիրունա։ Մերսի։ Միջոցառման ժամանակ ձեր տաղավարի դու են բանն էիր սարքել, չէ՞, այդ ազգային Ես Լիան, հաղորդել ենք, հետո ես զարդարել էի այդ սեղանը, այդ թխվածները որ դրել էին, այդ ամեն հետո այնտեղ մի հատված կար, որ պետք է նկարվեին, այդպես։ Այդ նկարվելու հատվածը ես նկարվել էի։ Արտակն է ասեց շատ Սիրունա։ Այո, շատ։ Հա, հետո ասեց ես դες բան չեմ ասել, բայց վիդեոյի վրա կա, վապիսը կարևոր է։ Շատ կարևոր է։ Ինչն է քեզ դուր գալիս այդ բնակավարում։ Այսպես ասեմ, որ մտնում եմ գործի մեջ, ինձ լրիվ սրտով, հոգով մեջն եմ լինում ու ամենալավ բանն է, որ վերջում տեսնում եմ ռեզուլտատը ու մարդկանց ռեակցիան, որ գալիս են մտնում են, տեսնում են ինչքան սիրուն է, ինչ ուրախ են, այդ ինձ համար ամեն ինչ է։ Այս վերջերս մի տարեկան փոքրիկի համար ծնունդն էի արել, եկավ տեսա, վաու, մաման ասում է որ ոչ մի անգամ չի ասել վաու այդ բառը։ Այդ իմ համար ամեն ինչ է։ Իսկ քո կլիենտները հիմնականում հայեր են, թե օտարերկրացի։ Հիմնականում բելգիացիներ, մարոկներ են լինում, այսինքն մենակ հայեր չեն։ Չէ, մենակ հայեր չեն, հիմնականում բելգիացիներ, որտեվ որ աշխատել եմ շատ բելգիացիների հետ, բելգիացիների մոտ, այդպես սկսվել է իրանց հետ կոնտակտը ու իրանց երեխեքի համար, իրանց հարսանիքները, երեխաներիս դասատուների։ Ինչ լավ է, օրինակ մարդ ես անում, ամուսնացնում ես, հետո երեխան ծնվում է, երեխու ծնվելն ես անում, բեբի շաուր ես անում, հետո ծնունդն ես անում, հետո եմոր ասում եմ, ինչև հարսանիք կարաս իրանց շարունակել։ Շատ ունեմ այդպես, որ տեսնում մեծանում են իրանց, իրաց մամայի պապայի նշաններքն եմ արել, հետո հարսանիքը, gender party ծնվել է մի տարեկան, երկուսս գնում է։ Ժողովուրդ զանգում եք Ալվարդին ու բանը
այգին եք խոսում միանգամից ձեր ցմահ միջոցառումների համար։ Մենք դինում ասեմ հարսանիք, հարսանիք պետք է անեմ։ Ահա, ինչ հետաքրքիր կլինի, չէ՞, փաստորեն։ Դե ավելի լավ է, որտեղ երբ որ դու մարդուն դա այնքան սպეციფიկ բնագավառ է, ինձ կարծում եմ, որ շատ դժվար է վստահել ինչ որ մեկին։ Երբ որ դու մեկին վստահում ես ու ստիլը դուր է գալիս քեզ, հա, հատկապես այս բնակավարում շատ մարդիկ կան, որոնք ամեն ինչ իրանք են ուզում։ Չէ, իմ մոտ ստանդարտ չի։ Ստանդարտ փաթեթներ չկան, որ առաջարկեմ, ասեմ, այս գույնի ծաղիկն է, այս գույնի բալոնն է ու վերջ։ Էսա ու վերջ, մի քանի փաթեթ բազիս առաջարկում ես ու վերջ։ Իրանք նախ խոսում են ինձ իրանց իդեաներն են ուղարկում, հիմնականում բելգիացիները mood board են սարքում, թե ինչ է իրանց մտքում, իրանց գույները, պալետը, շորերի գույները, ինչ գույն կուզենան տեսնեն ու այդպես նստում ենք, խոսում ենք միասին, ինչ ծաղիկներ ընտրենք, չոր, արհեստական, տարբեր ձևերի ծաղիկ, շատ ու գույները ու այդպես սկսում եմ արդեն գնալ խանութներ, գտնել իրենց ուզած ապրանքները, իրենց մտքում ինչ կա, փորձում եմ ռեալիզացնել։ Ինչքան ժամանակ առաջ ես սկսում Հիմնականում, եթե ինձ մնա, ես կուզենամ, որ 2 ամիս շուտ գոնե կամ հարսանիքները մի տարի շուտ, բայց եղել է դեպք, որ մի շաբաթ առաջ կամ 3 օր առաջ ասել են կարաս ծնունդը կամ այո, այս դեկորացիան կարաս անես թե ոչ, այս last minute արագ դուրս եմ եկել տակից, կարացել եմ արել, բայց շատ լավ կնի, եթե գոնե մի տարի շուտ հարսանիքները գոնե ասեն, այդ բելգիացիներն է էտա լավ, 2 տարի շուտ արդեն 2 տարի հետո հիմա ունեմ, որ պետք է անեմ, մի տարի հետո ունեմ արդեն։ Ես դա չեմ կարող հասկանամ։ Բայց հանգիստ է ինձ համար։ Անկեղծ եմ ասել, բայց ես դա չեմ կարող հասկանամ։ Ասեմ դուք կարաս, ասես 2 տարի հետո ես ամուսնանալու եմ։ Այդ չես կարող, բայց ես ինչ անեմ վաղը։ Դիզայների համար շատ լավ է, բայց ես ինքս էլ չէի կարող այդպես։ Չէ՞, հա։ Իսկ օրինակ ամենատպավորիչ միջոցառումը, որ կազմակերպել ես, կարող է հիշես, որն է, որ ասենք օրիգինալ, ոչ օրիգինալ, որ կինն էր ամուսնուն առաջարկություն անում։ Պետք է մեծ սրտիկ սարքեի ծաղիկներով ու ինքն դեղ կանգներ ու գրասներ marry me։ Այդ ամենաօրիգինալն էր, որ ոչ մի անգամ չի տեսել ոչ արել։ Իսկ եղել է, որ կազմակերպել ես դուրները չի եկե փոխել են տվել, ասենք թե տենց չի։ Տենց մեծ արդներ չէ, կարող լինի, որ ասեն, այս փուչիկը կարաս վերև կամ ներքև տեղափոխես, բայց հիմնականում ուրախ եմ, որ չէ, միշտ հավանել են։ Դե շատ լավ է։ Դե գիտես արդեն փոքր հատկապես այս ֆլամանախոսերի մոտ հիմնականում մարդիկ որ մի հատ մեկին հավանում են արդեն իրար ոնց որ չնայած մեր հայերի մոտ էլ է էլի տենց այդպես սովոր են։ Ուղղակի ես բելգիացիների մոտ դե ճոխ բաներ իրանք սովոր չեն։ Ես ինքս կարող եմ մի բան ավել անեմ, մի բան ավել դնեմ, իրանք այնքան շնորհակալ, այնքան ուրախ են, ասենց զարմանում են, այս ոնց արեցի, ասենց ինչքան բան ես մեր համար արել, իրանց համար դա շատ մեծ բան է։ Դա սովոր չեն իրանք։ Գալիս են ասում են սեղանի վրա դիր մեկ հատ ծաղիկ կամ 2 հատ մեզ դա հերիք է։ Կարող մի բան էլ ավելացնեմ, այնքան ուրախանում են։ Բայց դե քո մեջի հայը խոսում է որ մի հատ ծաղիկ սեղանի վրա չի լինում։ Պետք է լինի։ Շատ լավ է, տես ինչ լավ է։ Իսկ Կորտրեյքի կարտակենցից ոնց է ծանոթ երեխեքը գնում են դպրոց իրանց։ Աղջիկներս գնում են Պարի։ Հա, Պարի են գնում։ Այո, 2 աղջիկներս Պարի են գնում։ Անտվերպենում, այո։ Շատ լավ դպրոց է, մի անգամ եկել էի այցելելու։ Շատ իրանք էլ մեծ սիրով գնում են ու անամբեր սպասում են արտակուրտները, որ վերջա ու գնան նորից։ Ինչ լավ է, շատ ընտանիքի նման է, էլի շատ կարևոր է բալիկների համար, որ այդ քո ասած հայկականը միաժամանակ եվրոպական հետ իրանք էլ շատ ջերմիշտ, շատ լավ երեխեք հետ, չգիտեմ, շատ ուրախ եմ, որ կա դպրոցը։ Ես էլ եմ շատ ուրախ, որ իրանք կան։ Եվ ընդհանրապես շատ միշտ ամեն անգամ ասում եմ երախտապարտեմ յուրաքանչյուր մարդուն, որ տարածում է հայկական ոնց որ ասում արժեքները, հայկական մշակույթը։ Այո, մանավանդ հիմա այս TikTok-ի ու բաների դարում երեխեքի մոտ Դա ամեն ինչն է ժամանակն է, հա, իրոք շատ լավ է, դուրս են գալիս, ունդեղ էլ իրանք կազմակերպում են ակտիվիտետներ երեխեքի համար, տանում են ուրիշ երկրներ, շատ լավ է,
չգիտեմ։ Դե շատ լավ է։ Կարևորը դա է, ու կարևորը նա է, որ բալիկները կարողանում են համատեղել համ եվրոպականը, համ ոնց որ ասում հայկականը, ու դա շատ կարևոր է։ Ինչ պլաններ ունես այսօրվա դրությամբ դու արդեն full time դրանով ես զբաղվում, հա։ Այո, հիմա ամբողջովին այդ գործի վրա եմ կենտրոնացած։ Ունեմ նաև առաջարկ հյուրանոցի հետ աշխատելու, մեծ հյուրանոց է Հասելտում, իրենց որպես դեկորացիա դիզայներ անող, համ իրենց հոտելի մեջ, համ էլ իրենց միջոցառումները։ Ինչ լավ է։ Եվ մարդիկ ով որ ուզում են ամուսնանան, իրենց են դիմում, իրանք էլ ուղարկում են։ Հա, իրանք առաջարկում են, ասում են, ամեն դիզայները գնացեք հետո։ Շատ լավ է, ինչ լավ է։ Ցանկանում եմ, որ շարունակվի ու մեծանա ու wedding planner-ի գործը ուսով եմ ապագայում քիչ որ արդեն դե որ աղջիկները մեծանան, արդեն մի քիչ ավելի հեշտ կլինի, երևի որ քո համար ավելի հեշտ։ Չգիտեմ, մեծանում են մեծ հարցեր կա, փոքր հարցեր կա, չգիտեմ, իդեալական ժամանակ երևի չկա, պրոստը պետքա սկսես։ Այո։ Հետո իրենա որ արդեն մի քիչ մեծ քան տարեկան են արդեն 14 կլինի սեպտեմբերին մեծս, միջնակից 11 եւ 5 տարեկան։ Հա, դե փոքրիկ են դեռ մի քիչ, հա։ Նավարին 5-ն էլ մի քիչ բարձրանա, կգա քո այդ հարսանիք կազմակերպելու։ Իրանք հիմա էլ որ տանը լինում է պատրաստում եմ այդ ամեն ինչը, իրանք գալիս են օգնում, մեկը մի ծաղիկ է բերում, մի փուչիկ է տալիս, բոլորը ընդգրկված են։ Ընտանեկան կամպանիա է փաստորեն, դե շատ լավ է, կգանք դες Instagram-ում, հա M Creations, հա ոնց որ բան կլինի։ Ալ ուզում եմ մի քանի հատ հարց տամ, մեր ավանդական հարցերը։ Բելգիայի, ինչպես ես ուզում, որ քեզ հիշեն։ Բարի, բոլորին օգնող, ինչով կարող եմ փորձեմ բոլորին օգնել, ով ինձ դիմում է, մեծ սիրով։ Այդպես, բարի, ընտանեկան, նվիրված իր ընտանիքին։ Մարդ։ Եթե ստիպված լինեիր կյանքիդ մնացած մասը անվարձատու ինչ որ մի բան անեիր, ինչ կանեիր։ Կօգնեի բոլոր անտուն հիվանդ երեխաներին։ Այդ հարցը մոտ շատ, քանի որ աշխատել եմ նաև երեխաների հետ։ Որտեղ ես աշխատել։ Դպրոցում եւ Մսուրում, էդ եմ սովորել։ Այդպես չպատմեցիր մեզ այդ մասը։ Այդ ադմինիստրացիայից հետո էդ եմ սովորել։ Ինչ ես սովորել, հա։ Որպես դասիրակչուհի ու նաև դպրոցում, երբ որ արձակուրդներ էր, երեխաներին զբաղացնում էի, սովորեցնում էի իրենց տնային աշխատանքները ու նաև դպրոցից առաջ ու հետո այդ ժամերին ու հետո բեբիների մոտ էլ այդ երկուսը կոմբինացիա համարյա 6-ից 8 տարի այդպես աշխատել եմ երեխաների հետ ահա ժամանակ փաստորեն հա երեխաները քո սրտի մեջ են հա դե ճիշտ է դա բարդ հարց հիմա էլ մեկ-մեկ լինում է երբ որ փուչիկները եթե կարողանում եմ հետս հետ վերցնել որ կազմակերպություն կա որ տալիս են հիվանդանոցում ռակով հիվանդ երեխաներին տանում են այնտեղ դնում են ուրախացնում են եթե կարողանում եմ վերցնում եմ հետս Գնա նարեի ինտերվյուն լսի, նարեին գիտես չէ, մեր կանոնով, գնա իր ինտերվյուն լսի, ինքն էլ ռակով հիվանդ երեխեքին օգնի փուշի, մասնակցի, շատ կարևոր է, իհարկե, բալիկները չեն ընտրել, դա, ու շատ բարդ գոնե այդ օրը իրանք փուչիկներով կուրախանան ու կզվարճանան, դա ամենակարևորն է։ Ինչպես ես վերաբերվում դժվարություններին կամ ոնց ես դրանք հաղթահարում։ Հեշտ շատ չեմ փորձում խորանամ այդ կողմով աղոթելով ինձ շատ են օգնում իմ աղջիկները ամուսինս ընտանիքիս անդամները բոլորը կողքս կանգնած են ու մենակ այդ որ գիտեմ իրանք ամեն ինչով իմ կողքը կանգնած են այդ արդեն ինձ առաջ է տանում միշտ ասեցիր աղոթելով դու հավատքի մոտ մարդ ես հա շատ միշտ եղել թե միշտ որտեղից է գալիս դա չգիտեմ ծնողներիցս տատիկներիցս իրանք է միշտ փոքր ժամանակվանից հա ու հիմա էլ ես եմ փորձում եմ երեխաներիս այդ ուղղությամբ միշտ տան կարևոր է քանի որ ուրիշ երկրում ենք ապրում ու ինչի մուսուլմանները իրենց կրոնը միշտ առաջ են տանում մենք էլ փորձենք մերը իհարկե մեր ինչ որ մերնա շատ օգնում է դասիրակցության մեջ երեխաներին շատ ինչով է օգնում օրինակ խաբելը չի կարելի խաբել չի կարելի վատ բաներ անել վատ կողմերով գան իրանք էլ անդադ նախանձ այդ ամեն ինչը իրանք էլ իրաց մեջ վերցնում են ու միշտ խոսում են ինձ հետ գիտես այդ որ դու ասել էիր այդպես
Մտածում եմ ու Մի հատ ինտերվյու եմ արել Արմինեն Ավետիսյան, Արմինի ջան, պաչիկներ եմ քեզ անում, ինքն էլ շատ հավատքով մարդիկ են, բան ու բացատրում ասում, երեխեքին, բան ասում եմ, մեկ որ քեզ վատ բան անում, դու չպետք է վատով պատասխանես, բան դու չպետք է անցնես ոնց որ այդ բանի, ոնց է կոչվում, դիավոլի, կողմը դու պետք է մնաս բարի կողմը, դու այդ գիծը չպետք է անցնես, բան տենց բացատրում է երեխեքին։ Հիշում, տենց պատմում է, բան, ասում եմ նստած եմ տանը, երեխեքը ինչ-որ խաղում են ու կռիվ են անում իրար հետ։ Ասում մեկ էլ ասում եմ, ասում երեխեքից մեկը ասենց եմ, դու գիծը անցնում ես, դու գիծը անցնում ես։ Հիմա ասում եմ, կողքից մեկը լսի Արմինը, ինչ պետք է ասես, աղջիկը սաղին իրանց գծերով է ման տալիս։ Հիմա քոնն է։ Բայց արի ուտես, որ բալիկներին դա օգնում է։ Շատ իրանց համար թեթև ամեն ինչ անցնում, իրանք էլ հեշտ են կարողանում։ Դե գիտես, ասենք դա նույն արժեքներն են, ինչ որ ընտանեկան արժեքները։ Հաստատ։ Ու նույնն էլ ես իրանց ասում որ լավություն արեցիք, մի փոքր բան թեկուզ լավություն արեք, իմացեք որ միշտ հետա գալ։ Դա իմ մոտ միշտ լինում է։ Եղել է որ առանց գումարի դեկորացիա եմ արի մեկի համար, որ տեսել եմ իրոք այդ մարդը կարիք ունի կամ չի կարողանում այս պահին մի բան ավել եմ արել էքստրա ու հաջորդ օրը ստացել եմ դուբլ որ պետք է նույնիսկ գնայի անել կամ ավելի մեծ գումարով հարսանիք։ Դա միշտ հետա գայս ամեն հարցում։ Դե դա ինձ թվում է դա քո պոզիտիվ լինելուց էլ է նաև միշտ հենց լինում է, որտեվ դա միշտ ինչ դու ուղարկում ես թող լինի աստուն ոնց ասում աշխարհին եւ այլն դու քեզ վերադառնա ես դա համամիտ եմ դրա համար ասենք ես միշտ ասում եմ այդ անիվը պատտվում է բումերանգ ուշ թե շուտ ուշ թե շուտ անից որ շատ կարևոր է հա պատկերացնում եմ որ բալիկների համար հատկապես օտար երկրում հավատքը կարա ավելի հետաքրքիր լինի իսկ երեխեքը գնում են ճամբարները հա որ կազմակերպում են ճամբարներ չէ դեռ չեն գնացել բայց ուզում ենք դենարենք կազմակերպում են շատ լավ ճամբարներ երեխեքի համար այնտեղ էլ շատ լավ արժեքների փոխանցում տարբեր արժեքների մասին զրույցներ բաներ եկեղեցուն կից կազմակերպում են շատ ուրախ եմ որ կան տարբեր ես ինչից եմ ուրախ որ կան դպրոցներ տարբեր կազմակերպություններ տարբեր ոնց որ ակտիվիտեներ հա ոնց որ ամեն մեկը ընտրում այն ինչ որ իրան ուզում է բայց կարևորը որ բոլորը հայկական են ու ամեն մեկը իրանը գտնում է էլի դա կարևոր առանց քննադատելու առանց ես միշտ ասում եմ որ մեկը գալիս ասում է էս ինչ չի ասում ուզում ես չէ ուզում ես գաս օգնես չէ ուրեմն չունի Որտեվ մեր ազգում քիչ շատ կա տենց ճարասողներ շատ են զանգախողները քիչ են մեր շատ մեծ հարգանք ունեն բոլոր այն մարդկանց ով որ իրանց ժամանակը իրանց դասից իրանց գործից դուրս ընտանիքից դուրս դա full time աշխատանք է այո դրիվ Որն է եղել քո կյանքի ամենադժվար պահը Երևի այդ տեղափոխությունների պահն ա եղել ու որ առանց ծնողների 2 տարի տենց պետքա դիմանան Բայց մեր տատիկ պապիկինց լավ էին նայում Շատ լավ էին նայում այդ կյանքում չեմ կարա բանը բայց դե ինչ ուզում ա լինի մաման պապան իրենց տեղ ունեն Հա պատկերացնում եմ Բայց տատիկը պապիկը իրոք Բայց հետո որ եկար այստեղ այն մյուս կողմը չէր դժվար Հա շատ Արդեն իրենց էի կարոտում Հա, ինչքան դժվար է, չէ, հատկապես մինչև երևի թուղթ, բան, կարանաս արդեն գնաս, ինչքան տարի չեք գնացել Տատիկս հետո եկավ 2 տարի հետո, պապաս բերեց իրեն, հետո արդեն մյուս տատիկս էլ 5 տարի հետո մոտավոր Կամաց բոլորին, հա, բերեցիք այստեղ Դե տենց ավելի լավ է, որ բոլորը իրար հետ ապրեն Հա, հաստատ Որն է եղել քո կյանքի ամենաերջանիկ պահը Եվ իր աղջիկներից ծնունդները ամեն մեկը իր հերթին Ինչ լավ է Էլ չես ուզում բալիկ պտանք Տղամարդ Վերջին անգամ երբ ես տոնել քո հաջողությունները կամ արդյոք տոնում ես քո հաջողությունները Համարյա ամեն դեկորացիայից հետո, որ մանավանդ մեծ դեկորացիայից հետո, հարսանիքներից հետո այս շաբաթ կիրակին ու գնացենք ամուսնուս հետ սրճարան, այդպես միշտ այդպես մի բան անում ենք այդպես կամ աղջիկներիս հետ կամ ամուսնուս ընտանիքով։ Ինչ լավ է։
Միշտ նստում ենք կամ հա Շատ կարևոր է։ Եղբայրս էլ է շատ օգնում այս դեկորացիայի հարցում, կամ էլ հավաքվում ենք դες բոլորս իրար հետ։ Ընտանեկան ուզում ցաղին էքսպլուատացիա է սարում փաստորեն բոլորը։ Ես չեմ ստեղ, ասես մեծ բանակ։ Ծնողներս պետք է օգնում են երեխաներիս, կիսուր կեսրարս են օգնում, պահում են երեխաներս, որ կարողանամ գնամ հեռու Հետո ամուսինս է միշտ այսպես մոտիվացիան ուժը որ ամեն անգամ հենց որ ասում չի ստացվի ինքը հայանում է չէ պետք է անես վերջը կլինի քո մոտ ու եղբայրս եթե մի բան մտքից գալիս է այդ մեծ դեկորները պրինցեսա կամ չգիտեմ մինի մաուս ինչ որ մի բան կլանտի մտքով որ անցնում է գալիս եմ ասում կանենք տնտես չկա բայց ասա դա երջանկություն է Շատ առանց իրա չի կա իդեալներ ամեն ինչը ես թև են տալիս բայց հա եթե իրանք իմ կողքը չլինեին չի կարա դե կանեիր էլի կանեիր ուրիշ մասշտաբով կանեիր ուրիշ ձևով կանեիր կամ ուրիշ բայց երբ որ ընտանեկան է դա հատկապես երբ որ ամուսինն տա քեզ տենց ոգևորում դա շատ կարևոր է շատ կարևոր է շատ ուրախ եմ որ տենց ամուսիններ կան որ ոգևորում են ոչ թե ասում են երեխա ունես նստիչնա չէ ինքը շատ ժամանակ երեխեքին ասա ես կպահեմ դու գնա ինքն էլ եղել է որ երեքին այդ չեն կարողացել տատիկներին պապիկներին մոտ տեղավորել մեկ մի հատ մեծ տատիկի մոտ մեկ այն տատիկի մոտ ինքնապահել ես եմ եղբորս հետ գնացել այդ դեկորացիաները արել լինում է շատ որ Հոլանդիայի պատվերներ եմ ունենում ու այդպես ինքը ընդհանրապես չի ասի վայ չէ չի կարելի գնաս երեխեքը իմ վրա մնացին այդպես բաներ Գորջան քեզ օֆիցիալ հրավիրում ենք Բելգիա ռադիոյի Մարիշի մոտ ինտերվյուի հաղորդում ինձ թվում է դու ստեղ լիքը պապաներ կա ամուսիններ կա որոնց պետք է լսել գորը ստաժ բացի պապաների համար որոշ ամուսին չէ շատ կարևոր է ես շատ ուրախանում եմ որտեվ այս նոր երիտասարդական սերունդը բան մի քիչ ուրիշ ձևի է ավելի այդքո ասած ոգևորում են իրար մեջ են կանգնում հա դա շատ կարևոր է շատ լավ է ապրեք դուք ապրեք ես մի շատ ուրախ եմ որ տենց ընտանիքներ եմ տեսնում սենց չէ հավես տենց խառել իրար հետ ինչի համար էս երախտապարտ երախտապարտ եմ որ ունեմ այսպիսի ընտանիք այդ ամենակարևորը ճիշտ է տվյալ պահին ուշադրությունդ ինչի վրա է բևեռված տվյալ պահին դեկորացիաներից որ հասցնեմ ամեն ինչը ճիշտ ժամանակին գեղեցիկ սիրուն մարդկանց համար որ ինտերվյու օրեինք ման գալիս չէ ալան ասում մենակ չասես վիկենդ ճիշտ է այդ ամառը մանավանդ ամենապիկ սեզոնն է ու ասում ես last minute-ներ են մի քանի օր առաջ էլի ասել են որ օգոստոսի 1-ի համար ծնունդը պետք է արվի մեծ ծնունդը ասա պետք է օգոստոսի 1-ը մի ամիս հետո աղջջան էս դե շատ մեծ բան է պետք է այս վիկենդն է շատ լավ շատ միշտ թող լինի դու էլ միշտ sense աշխուժ ու պոզիտիվ ամեն ինչ անես շատ կարևոր է կա ինչ որ բան որի համար զղջում ես չէ երևի Տենց մեծ բաներ չկան։ Եթե կախարդական փայտիկ ունենայիր, ինչ կփոխեիր քո կյանքում կամ կփոխեիր որևիցե բան քո կյանքում։ Իմ կյանքում չի փոխի, ոնց կա թող այսպես մնա։ Մենակ որ իմ հարազատները միշտ առողջ մնան ու իմ կողքին մնան։ Իսկ ընդհանրապես կուզենայի որ խաղաղություն լիներ աշխարհին ու շատ քիչ համարյա ոչ մի աղքատ ու հիվանդ բալիկ չլիներ։ Դա շատ երջանկություն կլներ, հատկապես բալիկներ, էլի մեծերը ոչինչ մի քիչ կարողանում են բանանել։ Պատերազմների մեջ այդ բալիկները սովի մեջ այդ չլիներ։ Հա։ Ալջան, շնորհակալ եմ, որ ես պահայկար կիսելու Բելգիա ռադիոյի հետ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Ձեր ձայնը դա մեր բոլորի ձայնն է եւ այս հաղորդումը տարածելով մենք տարածում ենք յուրաքանչյուր անձի անցած ճանապարհն, որը կարևոր է քո համար ու քո ընտանիքի համար ու ես վստահ եմ որ ուրիշ մարդիկ էլ կան որ կլսեն ու դա իրանց կողքեվորի դրա համար ասենք հրախուսում եմ բոլորին մեր ունկնդիրներին գնացեք գրեք ալային կիսվեք զանգեք հարցեր տվեք ես վստահ եմ որ ինքը մեծ հաճույքով շաբաթվա մեջ ձեզ կպատասխանի վիկենդ էլ միշտ հասանելի եմ միշտ հասանելի է ինձ որ շատ շնորհակալություն քո անցած ճանապարհի համար
քո կիսած փորձի համար, շատ հաճելի էր քեզ ճանաչելը եւ վստահ եմ դեռ ուրիշ առիթներ կունենանք։ Անպայման։ Իսկ մեր ունկնդիրներին ցանկանում ենք լավ օր։ Այո։ Տեսություն։ Դուք հենց նոր լսեցիք Մարիշի հետ հաղորդման ոդքասթը։ Միացեք մեզ ուղիղ եթերում Բելգահայ ռադիոյով յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 19:00-ին, երեքշաբթի 10:00-ին, չորեքշաբթի 21:00-ին եւ ուրբաթ 10:00-ին։ Լսեք մեզ belgahai.by կայքով, Belgahai հավելվածով կամ ձեր մեքենայի մեջ DAB+-ով։ Դուք հենց նոր լսեցիք Մարիշի հետ հաղորդման ոդքասթը։ Միացեք մեզ ուղիղ եթերում Բելգահայ ռադիոյով յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 19:00-ին, երեքշաբթի 10:00-ին, չորեքշաբթի 21:00-ին եւ ուրբաթ 10:00-ին։ Լսեք մեզ belgahai.by կայքով, Belgahai հավելվածով կամ ձեր մեքենայի մեջ DAB+-ով։